Ինչը մամա շաքար ու խմոր չի ուտում, մեր տանը աջ կաբաչկա է, ձախ կաբաչկա է, հյուսիս սաղ կաբաչկա է։ Դե հիմա աբջան, ունենք այն, ինչ ունենք, այո, իսկապես, ինչ ես սկսել եմ շաքար ու խմոր չուտել, մեր տանը, մեր խոհանոցում դդմիկը իր ուրույն ու կարևոր տեղն ունի։ Բայց այսօր դդմիկի մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ ուզում եմ պատասխանել ինձ հաճախ տրվող մի հարցի։ Շաքարի փոխարինիչներ օգտագործում եք։ Ոչ հարգելիներս, շաքարի փոխարինիչներ չեմ օգտագործում։ Իմ սննդակարգը քաղցրացնողները հիմնականում մրգերն են, իսկ տոնից տոն պատրաստվող դեսերտների համար որպես շաքարի այլընտրանք կիրառում եմ կամ մեղր, կամ խուրմա։ Իսկ հիմա պատասխանեմ ձեզ շատ անհանգստացնող հաջորդ հարցին։ Եթե շաքար կամ շաքարի փոխարինիչ չեմ օգտագործում, ապա ինչպես եմ խմում սուրճն ու թեյը։ Ես սուրճն ու թեյը առհասարակ ու երբևէ շաքարով չեմ խմել։ Խոսելով հեղուկներից, անպայման ուզում եմ նշել, որ իմ ամենասիրելի հեղուկը ջուրն է, որն օրվա ընթացքում օգտագործում եմ բավարար քանակի։ Երկրորդ հորիզոնականում արդեն սառը դառը, իսկ ավելի ցուրտ եղանակին տաք ու դառը սուրճն է։ Իսկ որպեսզի սուրճի համը ժամանակ առ ժամանակ դարձնեմ ավելի բազմազան, իմ սուրճին ավելացնում եմ մի քիչ դարչին, մի քիչ հիլ, մի քիչ էլ կակաո։ Անպայման փորձեք, համ շատ համեղ է, համ շատ օգտակար։